Ողջույն։ 2019 թվականին կարծեմ Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպմանը մարդամեկը ասում էր մեր թիմում, մեր կառավարության մեջ, ազգային ժողովի խմբակցությունում չկան մեծահարուստներ։ Այն ժամանակ իրոք չկար, միակ դեպքն է, որ սուտ չէր ասում։ Մեկը կար, որին նախարար էր նշանակել, մետրոյով էր իբր գործի գնում ու 500,000 դրամ էր ամբողջ տարվա աշխատավարձը հայտարարագրել։ Մեկը կար, կարծեմ անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել ու հպարտանում էր, որ հայտարարագրում 0 է։ Նույնը վերահսկողական ծառայության պետը եւ այլն։ Հպարտանում էին, որ գրպաններում մկներ են ֆրֆռում։ 8 տարի անց նույն թիմը էլի ձեր դուրն է եկել ժողովուրդ ջան, ձայն մուրալու, բայց սոցիալական մի այլ կարգավիճակում։ Բան չեմ ասում, պերաշկի, կարտոն են ուտում, եգիպտացորեն են կրծում, բայց տակ ինչ կա, այ դրանից խոսենք։ ՔՊ ընտրացուցակի 6-րդ համարը զբաղեցնող արդարադատության նախարար Սրփուի Գալյանը, այն որ ասում էր $200,000 տունը ինչա որ մի 10 տարի հետո չունենամ, այ ինքը։ Հիմա արդեն հայտարարագրել է 5 անշարժ գույք։ Ապօրինի գույքի բռնագանձման վարչության պետներ, ունի 5 անշարժ գույք։ Այսպես ասած, աղքատների իշխանության մեջ իր 5 անշարժ գույքով տիկին Սրփուին չի առանձնանում ու թիմին ոչ էլ կզարմացնի, միակը չէ։ Պաշտպանության նախարար Պապիկյանն էլ հայտարարագրել է 6 անշարժ գույք, տարեկան 30 միլիոն եկամուտ։ Պատմության դասատու էր, չատեստավորված։ Ասում ենք, իշխանությունից պոկ չեն գալիս, բա մի քանի տարում սենց բաներ հետ գցածները կուզենան գնալ։ Ժորժ ջան, սրանք ձեզ համար են ոնց որ իշխանության եկել, այդպես էին ասում։ Նախարարը մեկ տարում հայտարարագրել է 45 միլիոն դրամ եկամուտ։ Ձեզնից քանիսն են հայտարարագրել դրա կեսի չափը։ Երեք էլի կոկորդ էր պատռում, թե ձեզ սիրում է։ Կարևոր չէ, որ թալանչի սեր է, կարևորը սեր կա։ Փոխվարչապետ Խաչատրյանը 24 թվին ուներ 6 անշարժ գույք, հիմա չգիտեմ։ ՔՊ խմբակցության ղեկավարն առանձնատուն է գնել շուկայականից էժան։ Քաղաքապետ Ավինյանի մայրը գրվեց, որ եռահարկ առանձնատուն, հայրը Սևանում դղյակ է կառուցում, այն որ օպել քշողներին անվանում էր համբալ։ Նախարար Թորոսյանը Ծաղկազորում բավական թանկարժեք տուն է կառուցում։ Մարդիկ սաղ կյանք աշխատում են, մի տուն չեն կարողանում գնել։ Ֆինանսների ՔՊԱ նախարարը ասում է, պատահաբար է իմացել, որ տուն ունի։ Ու դա թիմակիցների դղյակների ֆոնին հայտարարում է, մեր կառուցած դղյակներն ու պալատները, դպրոցներն ու մանկապարտեզներն են։ Այ դու դեմագոգ։ Ստացվեց դղյակատեր ՔՊԱ-կանները մանկապարտեզում են ապրում։ Միրզոյանը, Ալենը, Սանոսյանը, Կոնջորյան, բան։ Արարատ Միրզոյանը վարկով հեռուստացույց չէր կարողանում գնել, գիտեք, հիմա դղյակ ունի։ Ու գիտեք երբ է գնել դղյակը։ 22 թվի դեկտեմբերին, երբ Լաչինի միջանցքը նոր էր փակվել, պետք էր տեղի ունենային բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի արտգործ նախարարների մասնակցությամբ։ Վերջին պահին Միրզոյանը հրաժարվեց գնալ։ Նիկոլն ասաց, կենսական անհրաժեշտություն է, որ նա մնա Հայաստանում։ Պարզվեց, Քասախ գյուղում դղյակ էր գնում։ Գուցե դա էր կենսական անհրաժեշտությունը։ Նախարար պատգամավորներից անցնեմ, նույն բանն է բոլորի մոտ։ Մամուլը հրապարակեց Տավուշի փոխմարզպետի հայտարարագիրը, 5 անշարժ գույք։ Մյուս փոխմարզպետը 7 անշարժ գույք։ Սրանց ղեկավարը, որ Նիկոլի Խավորն է, 4 անշարժ գույք եւ 49 միլիոն եկամուտ։ Անդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ 4 անշարժ գույք։ Սյունիքի մարզպետի տեղակալ 10 անշարժ գույք, շուկայի վերահսկողության մարմնի ղեկավարի տեղակալ 6 անշարժ գույք, քաղաքաշինության եւ այլ տեսչական մարմնի ղեկավար 9 անշարժ գույք, կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ 4 անշարժ գույք, որը ձեռք է բերել 2 տարում, մի այդքան էլ կոմիտեի ղեկավարը, որը ՔՊ ցուցակում է։ Հարցնում են, Նորքում առանձնատունը ո՞նց եք ձեռք բերել։ Ասում է, դասախոսել եմ։ 10,000 դասախոս ունենք, քանիսն են դղյակ առել աշխատավարձով։ Արմավերի մարզպետի տեղակալ 4 անշարժ գույք, Շիրակինը 8 անշարժ գույք, ՍԱՏՄ ղեկավարը դարձյալ 8, Լոռու մարզպետի տեղակալը 12 անշարժ գույք, չեմ հարցնում, ո՞նց եք ձեռք բերել, կոռուպցիա է, արդար քրտինք է, թե ինչ է, ընդամենը արձանագրում եմ։ Հպարտանում էր 2018-ին, որ աղքատ մեռնում են, բա հիմա
Սոցիալնախարարի տեղակալը 8 անշարժ գույք է հայտարարագրել։ 1000 հատ պաշտոնյա կա, բոլորինը չթվարկեմ։ Մարդիկ, որ 8 տարի առաջ իսկի Ավինյանի հոր ասած համբալական ավտոից չունեին, այսօր սուպեր քարեր, բնակարան դղյակներ, տասնյակ միլիոնների հաշիվներ։ Ժողովուրդ, բա սրանք կուզենան զրկվել իշխանությունից։ Հələ պատկերացրեք գնան ու եկողը ասի, հələ բերեք տենամեդ ոնց է ազգային ժողովի նախագահ աշխատողը իր աշխատավարձով ապրում դղյակում, էլիտար շենքում էլ տուն է ձեռք բերել, որ արժանիքի համար է բանջարանաբոստանային մականուն ունեցողը տարեկան $60,000 աշխատավարձ ստանում, այդ ոնց անորակ ասֆալտի նախարարի ընտանիքը $230,000 դղյակ կառուցեց, կամ են մեկելը բյուրեղ թաղամասում ոնց է մի հարկի սաղ տները առել, Նիկոլի Աներձակը ոնց 7 տարում 8 տանտեր դարձավ եւ մյուսները, ու դա երևացողն է, չերևացողների, բիթքոիններով հաշիվների մասին հետո կխոսենք։ Որ հարցնում ես այդ որտեղից, ասում են մենք այն վաղտ ավելի լավ էինք վաստակում, բա որ այն վաղտ ավելի լավ էինք վաստակում, հեղափոխությունին չի կարել, ում համար, ժողովրդի, իսկ ժողովուրդը հիմա ոնց է ապրում։ Ֆինանսների ԿՊԱ-ական նախարարն ասում է կառավարության աշխատանքի արդյունքը ոչ թե նրանց ընտանիքների բարեկեցությունն է, այլ հայաստանցիների։ Ժողովուրդ ջան, հիմա ուզում եմ մի շատ պարզ, տրամաբանական հարց տալ ձեզ։ Սրանք 8 տարում մի քանի հատ տուն են մարդը առել։ Դուք ինչ եք առել։ Ուսուցիչը, բժիշկը, ինժեները, վարորդը կարողացել են իրենց աշխատավարձով 3 հատ տուն առնել Երևանում ու դարձնել վարձով տալու բիզնես։ Իբր ձեզ համար եկածները կարողացել են։ Պատմության դասատուներ Սուրեն Պապիկյանի չափ հետ գցել եք, դասախոսներ կադաստրի պետի պես դղյակ գնել եք, իհարկե ոչ։ Թալանի դեմ խոսելով եկան իշխանության, պարզվեց ընդամենը նախանձում էին։ 20-30 տարում դղյակատեր դարձած նախկին պաշտոնյաներին կանչեք թող գան ՔՊ-ի մոտ դասընթացների, թե ոնց է դա հնարավոր անել մի 3 տարում։ $8 միլիարդ պարտք են արել, ում գրպանն է գնացել։ Զենք չեն առել, աղետի գոտի չեն սարքել, ասֆալտը արագ քանդվում է, կամուրջ, թունել, մետրո չեն սարքել, բա ինչ եղավ այդ 8 միլիարդը։ Այ հենց գնան, շվեյցարական հաշիվները, դրսի տները, այլ անձանց անուններով ամեն ինչը կպարզվի ու վախենամ հոգեբանի կարիք ունենան ձեզ վստահած եւ հիմարացված խեղճ մարդիկ։ Կարճ ասած, Ռոբերտ Քոչանն ասում է, իշխանափոխությունից հետո լավ սերիալ է սպասվում, պոպկորն առնելու եք, նայեք թե ինչպես են թալանել բյուջեի փողերը, արտաքին պարտքը։ Ժորժ ջան, սրանք հիմա ձեզնից ձայն են մուրում, ոչ թե ձեր կյանքը լավացնելու համար, այլ իրենց նորակառույց դղյակներն ու բանկային միլիոնները պաշտպանելու համար։ Այսինքն, եթե ընտրեք, 5 տարում ամեն մեկը 3 հատ էլ տուն կառնի։ Հա հարց ենք տալիս, ում համար են այսքան շենքերը, որ սարքում են Երևանում։ Ում համար։ ՔՊ-ի։ Մի քանի 100 պետական պաշտոնյա կա, հələ ամեն մեկին 5 հատ տուն հաշվեք, այդքանը կլրանա։ Ընտրությունները սրանց համար կենաց մահու պայքար են, ունեցվածքը փրկելու սրբազան պայքար։